Եթե այս մարդը կտրիչներսյան մի քիչ խելք ունենար, ինքը վաղուց արդեն կգրեր իր հրաժարականը, կգնար իր ջակուզիի մեջ, այդ իր բան գյուղապետ եղբոր գյուղում կպարկեր, կհանգստանար։ Բայց ինքը չունի այս խելքը մեկ, երկրորդն էլ ինքը, եթե իրոք որ գործակալ է, հիմա դե եթե մեր ԱԳՆ-ն այդ հարցում անի ու իմանան, որ իրոք գործակալ է, փաստորեն ինքը չի ստացել հետնահանջի հրահանգ ու ինքը չի կարող հրաժարվել կոնկրետ կենտրոնից։ Այո, կոնկրետ կենտրոնից, բայց եթե մեր ժողովրդական խոսքը կա, չէ՞, մենք ասում ենք գեղ կելնի, գերան կկոտրի։ Եթե եպիսկոպոսներից 25 հոգի հելնեն, կկոտրեն իրան։ Միգուցե ինքն էլ սպասում է մյուս խոսքին, որ ասում են դանակը ոսկորի միջև չհասնի։ Չգիտեմ ինքը ինչի է սպասում, բայց ես իրեն հետ միշտ անկեղծ եմ խոսել, եթե ինքը ինձ հիմա լսում է, կարամ ես իրեն օգնեմ, որ ես կարամ հոգևոր խնամատարություն անեմ իր համար ու իրեն տենց օգնեմ, որ ինքը այս ամեն ինչից հետո հանգիստ հոգով այս կյանքից հեռանա։